իմ անկեղծության եթերն է։ Հայաստանի համար արդեն կսկսի ծայրահեղություն, հայերին բնա ջնջեն ամբողջովին։ Ու այդ ուժերը, այդ կեղտոտ, որ այնտեղ կան, հիմա Հայաստանի վրա են անում, որ նույն վիճակը գցեն։ Եթե Ամերիկան հզոր երկիր Ռուսաստանը քայքայից կործանեց, մենք ինչ ենք, որ մեզ չանեն այդպես բան։ Իսկ եթե մենք միասնական լինենք, հազարատ այնտեղ Թրամփ լինի, թե չգիտեմ ով լինի, Հայաստանին ոչ մի վատ բան չի կարող անի, ժողովուրդ ջան, սպասեք փետրվար ամիս ու դուք հերթով կտեսնեք։ Փաշինյանի համար կյանքի վտանգ սպառնում են, թե ոչ։ Շատ է սպառնել վտանգներ Փաշինյանը, շատ։ Ես տեղյակ եմ եւ գարասկոպը ցույց տվել անդե վատ տեղերը իրա, որ կարող է տենց վատ բաներ լիներ, բայց ինչ որ մահափորձի նման մի բան եղել է։ Տենց բաներ լինում է։ Ու 25 թվականում փակվում է առանց ոչ մի այդ կրակոցի, առանց զոհերի։ Բարի ողջույն։ Հիմա մենք ինչ էներգետիկ դաշտում ենք գտնվում ամբողջ Հայաստանը։ Արդեն աշունը վերջացնում ենք, ձմեռ կգա, հետո գարուն կգա, հետո նորից ամառ կգա։ Գոնե տարին փակենք ուրախությամբ, սուտի պուտի ճառեր չասենք, տարին փակենք ուրախությամբ, որ հաջորդ տարի ինչպես քնում ես, արթնանում ես, գիտես, որ պետք է վաղ առավոտ լավ օր լինի, եկեք այդպես ամեն օրը մենք մտածենք, ամեն օրը, որովհետև հոգեբանություն է բոլորի մոտ էլ, այս ինչ որ հիմա մեր երկրում կատարվում, այդ ամենը հոգեբանական է, փսիխիկան է մարդու, ուղեղը քաոսի մեջ է, մարդիկ չեն կարողանում զգան տարբերեն, որը որ կողմն է, հիմա կարիճի մեջ ենք, դեռ չենք վերջացել, շուտով դուրս կգան կմտնենք աղեղնավոր, չնայած ընդ մի քանի մոլորակ արդեն աղեղնավորում է, դա տալիս է իրանից նպատակասլացված լինել։ Յուրաքանչյուր մարդ թող իր մտքում լինի նպատակասլաց, այսինքն իր առջև դնի ծրագիր, որ ես գնալու եմ հասնեմ այս ինչ բանին, յուրաքանչյուր հարցում, ինչ մարդուն հետաքրքրում է, բայց քանի որ դեռ Յուպիտեր մոլորակը, որը հզոր է ու շատ լավ տեղ է գտնվում, դա խեցգետինում է, դա իրենից ներկայացնում է ընտանիք, տուն, տեղ, ընտանիք, հայրենիք, սահմաններ, դեռ միջև հունիսի վերջ կլինի Յուպիտերը խեցգետինում, սա նաև հիշողություններ է տալիս անցյալը, որովհետև խեցգետիները շատ են սիրում անցյալը քչփորել, եթե անդադ անցյալի մեջ ես, էլ ես աղեղնավորնի առաջ գնալը նպատակը տեսնելը կխանգարի քեզ, սա յուրաքանչյուր անձին վերաբերվում է, որտեղ տարին նորություններով պետք է սկսվի, 26 թվականը, իհարկե հունվարի 1-ից երբեք նոր տարի չի գալիս, ես չեմ էլ սիրում այտենց օրացույցով օրերով ասեմ, ես ինչ օր էսա, որովհետև ես հիմա որ նայում եմ հասարակությանը ժողովրդի աշխարհի մարդկանց, հետո նայում եմ աստրոլոգիան, այս գառասկոպների ու մոլորակների, մեկը մեկիդ ոնց որ չհամապատասխանի, արդեն մարդիկ տեզերքի հետ կապը լրիվ կտրված է, այն մժեղներին մանը սենց վազում են, վերևից որն է, սենց վազում են, գլուխները կախ, ոչ մեկի գլուխը վերև չի, աղոտքները մոռացել են, սուտի փութի աղոտքներ է գնում, տեզերքի հետ կապը կորցրել են, դա նշանակում Աստծո հետ կապը կորցրել են, եթե Աստծո այդ սուտ է ձեր աղոտքները, ուզում եք վիճեք իմ հետ, սուտ է, ես կարող եմ ապացուցել և հաստատեմ, եթե ձեր աղոտքները ճիշտ լիներ, նախ մենք այդքան զոհ չենք ունենա, եթե ձեր աղոտքները հասանելի լիներ, այդքան հիվանդություններ, ողբերգություններ, ամուսնալուծություններ, երկնային աղետներ չի լինի, որտեղ մարդիկ անընդհատ աղոթում են, ես եմ շփվում մարդկանց հետ արդեն բավականին տարիներ, խնդիրներով մարդիկ ինձ դիմում են, ինչ որ մի բանը, որ ասում եմ, սխալ է, ոչինչ, կաղոթեմ Աստված կօգնի, ինչի չի օգնում, այդքան գուշակների դիմում եք, պայծառատեսների, գրբացների, աստղաբանների, ինչի եք դիմում իրանց, մի գլուխը ուսերին տված է մտածելու համար, հիմա 26 թվականը մեկն է նումերալոգիա,
Յուրաքանչյուր անձ պետք է մտածի իր մասին ու ինքը իր հարցերը լուծի եւ ոչ մեկին չմեղադրի, որովհետեւ մեղավորը ոչ թե մարդն է, այլ մեղքը։ Հիմա 2025 թվականը մոտենում է իր ավարտին ու տարվա սկզբից գոռում է, որ պետք է լինի պատերազմ, խաղաղության պայմանագիրը կնքելուց գոռացին ստուտա հիմա էլի կհարձակվի կկրակի ու 25 թվականում փակվում է առանց ոչ մի այդ կրակոցի, առանց զոհերի։ Ոչ մի սահման չտրվեց։ Ու նույնը կշարունակվի խաղաղ վիճակ, մենք նոր տարին խաղաղ պետք է անպատերազմ կդիմավորենք, ուղղակի փետրվարը լարված կլինի ու չի ուզենայի, որ հիմիկվանից տրամադրվեք, վայ այդ ինչերա լինելու, ամեն օրը թող մարդ փոխվի, ամեն օրը, որտեվ ամեն վաղվա օր նոր օր է լինում։ Այսօր դու քեզ ոնց պայեցիր, վաղը դու դրա պատասխանը կստանաս, որտեվ ապակա չկա, ամեն ինչ անցյալի մեջ է, անցյալներ ներկան են։ Սա հիշեք միշտ։ Եվ ինչու համար ես այդքան պրոգնոզներ չեմ տալիս ու այդքան էլ խորհուրդ չեմ տա, ինչի համար, որովհետև աշխարհնախ ժամանակն է շատ կարճացել, 24 ժամ չի։ Ժամանակը օրվա մեջ շատ կարճացել է։ 26 թվականը արագ տեմպ է գնալու, մտածելակերպի արագ տեմպ։ Ու ինչը որ պետք է կատարվի, ասենք 3, 4, 5 ամիս հետո, հիմա ասել այդ ժամանակվա տեղեկատվություն շատ սխալ կլինի, որովհետև փոխվում է, ամեն ինչ փոխվում է։ Եթե մարդու մտածելակերպը փոխվում է, եթե մարդը տեզերքի հետ կապը կտրել է, դրա համար ասեցի, հիմա մարդը չի պատժում, տեզերքն է պատժում, որտեղ մենք դա չենք գիտակցում, որ տեզերքը ոնց կարա պատժի։ Տված այդ էներգիան է, որ գնացել է վերև, այդքան ասում ենք բումերանք չհասկանալով բումերանքն ինչ է, մեկ, կարմա ասում են չեն հասկանում կարման ինչ է, ճակատագիր է դա։ Բումերանքն էլ մեր տված ծրագիրն է, ուղեղն է, միտքը դա, տալիս ես ինքը հետ է գալի, այդ ժամանակը մեր ձեռքը չի, բայց քանի որ արագ տեմպ է սկսվել, ժամանակը շատ արագ է գալի, աստրոլոգիան այնքանով է լավ ու այնքան եմ սիրում, որ ինքը արդեն ասում է, այսպեսի շրջանը, աշխատի այս շրջանում քեզ այսպես պահի։ Տեսեք հիմա մենք աղեղնավոր ենք արդեն մտնում, դա նշանակում է եղի նպատակասլաց, բայց երկակի աղեղնավորը եւ լավ ու եւ վատը ունի։ Հիմա դու մտածի, որ վաղ ինչ ծրագիր ես տնելու ու դու այդ ծրագրին անպայման հասնելու ես։ Աղեղնավորի հակառակ, այսինքն դիմացի նշանը երկվորակն է, դա խոսքն է։ Որ խոսքիդ մեջ զգուշեղի, մտածի ինչ ես խոսում, ինչ ես ասում, որ վաղը այն նետը աղեղնավորի հարված չտա քո գլխին։ Իսկ աղեղնավորը ինքանութներն է, ամբողջ արյունն է, որը նայում հավատքն է, լյարդն է, վերջույթներն է, այրան շրջանառությունն է, մազանոթներն անոթեր, որտեղ կա արյուն, որտեղ կա թթվածին, թթվածին էլ կապնավերևի հետ, արյունն էլ դա հավատքն է, որտեղ այրան հիվանդություններ հիմա շատ կա եւ կլինի։ Եթե դուք ձեր հավատը կորցրեցիք, այս է աղեղնավորը։ Հետո կլինի այդ զեղջուր, դե արդեն հունվարի վերջ, Հայաստանի համար արդեն կսկսի ծայրահեղություններից ծայրահեղություն եւ ամենքի մոտ էլ այդ 50-50-ն է։ Ու ամուսիններով, զուգընկերներով աշխատեք իրար այդքան չմեղադրեք, կեսուրներ ու մամաներ, զոնքաշներ ու աներներ, տալեր ու տեքրներ, աշխատեք իրար չմեղադրեք, որովհետեւ զույգերի մեջ մի կողմը մեղավոր չի։ Միշտ 50-50 մեղավոր լինում, դրա համար էլ հենց այսօրվանից դուք մտածեք ինչ եք ձեզ անում ու կարիճը, քանի որ ինքնահոշոտում է կարիճը թույնով է, թույնը, աշխատեք ինքներդ ձեզ չթույնեք եւ աշխատեք դիմացինին էլ չթույնել, մի քայլն անելուց առաջ, մի բան խոսելուց մտածելուց, ասելուց առաջ մտածի, իմացի որ նետ կա, այդ նետը քեզ կրակելու է։ Շատ կան հզոր երկրներ կան, որ չեն ուզում Հայաստանը ոտքի կանգնի ու Հայաստանի լույս լինի։ Մենք էլ ուրախացնում ենք։ Այստեղ չեն ուզում գործ անեն, աշխատավարձը քիչ են ասում, հնդիկներ են գործ են անում, գողություն են անում, ծեծում են, մոտից բաներ են գողանում հնդիկների, բոլորին, բայց գնում են դրսում մեր ժողովուրդը ավելի էլ անում, ամեն ինչ էլ անում է։ Կարգ ու կանոնն էլ պահպանում է։ Այդ ոնց է դրսում կարում անի, այստեղ չանի։
Հայերից շատերն էլ վախենում են։ Մեզ այդ լոպազությունն է, որ ամբարտավանը, այդ է մեզ խանգարում։ Ու շատ ազգեր չեն ուզում, որ հայը ոտքի կանգնի, չեն ուզում։ Որոշները նախանձությունից չեն ուզում, այո, հենց այդպես, հայի խելքի համար, որտեղ շփվում եմ դրսի մարդկանցից ու տեսնում եմ ոնց են խոսում։ Ես էլ որ դրսում լինում եմ ու հատկապես որ իմանում են հայից ուրիշ տեսակ են քեզ նա։ Տեղեր կան քաշում են, տեղեր կան վախենում են, տեղեր կան չեն սիրում, իսկ չեն սիրում միան լավերին։ Ով որ լավն է, նրան չեն սիրում, իսկ չսիրելը դա նախանձն է։ Այո, նախանձն է, նախանձ ու խանդ։ Հայաստանին ոչ մեկ ոչ մի վատ բան չի կարող անի, ժողովուրդ ջան, մենք ենք մեզ անում։ Մենք ենք մեզ, այս Ղարաբաղը, այտենց հեշտ չէր այս Ղարաբաղ հանձնելը, այդ ոնց եղավ։ Այդ ոնց եղավ, մենք հզոր, լավ, ազգացեր, հայրենասեր, դոշ տվող տղաներ ունենք, այդ ոնց եղավ։ Միան ձեզ հարց տվեք, անդադ ասում ենք դավաճան, ով է դավաճանել, հայը չէ։ Մենք գիտենք, որ ռուսնա, գառասկոպն էլ է ցույց տվեք, քանի որ այդ ժամանակ Պլուտոն մոլորակը գտնվում էր Ացեղջուրում երկար տարիներ։ Հայաստանին պետք է վատը լիներ, այն երկրաշարժները, ինչ որ եղավ մեզ մոտ Ղարաբաղյան առաջի պատերազմը, ապրիլի 1, 27 հոկտեմբերի, մարտի 1, շատ բաներ, կորոնան ինչքան մարդիկ մահացան, որտեղ Պլուտոնը գտնվում էր Ացեղջուրում, հետո մտավ Վադալեի արդեն դեռ ջրհոս, այդ Ռուսաստանը որ մեզ ճնշում է, Ացեղջուր և ջրհոս, մեր հետևը կանգնած է, իր դաշնակից է, բայց անդադ մեզ հարվածներ է տալիս, ջրհոսների ինչալոց, եթե գառասկոպը մի քիչ ուշադիր կարդան խորացված, շատ դժվար է ջրհոսների հետ, հեշտ չի, իրանց ճակատագիր, իրանց կյանքը նույնել այդ երկիրն է, այդ տեսակ հզոր երկիր է, Վիլիկի Ռուս, իմպերիա էր, բայց ավիրվեց, քանդվեց Գորբաչովի ժամանակ։ Տեսեք ինչ է ուզում հայերս, տեսեք ուզում է, որ հայերը երկրերեսից վերանան, բայց Հայաստանը մնա։ Հայերին բնա ջնջեն, ամբողջովին, որովհետև մեր հողը, մենք հանքեր ունենք շատ հարուստ, մենք Ղարաբաղում ցորեն ունենք ոսկու գին, մենք շատ լավ, մենք նավթ էլ ունենք, գազ էլ ունենք, ամեն ինչ ունենք։ Այն պատմությունից, որ կարդում եմ, ես հիշում եմ չինացիք են, ովքեր այդ երբ էր եկան տեսան, որ մենք ունենք նավթ ու ուզեցան հանեն չթողեցին, այդ ով չի թողնում մեզ մոտ լավ բաներ, ով չի թողում, Կրեմլը, վերջ, այդ միանշանակ, ես ինչպես գառասկոպի նշաններն ասեցի, որտեղ ջրհոս է, նա միշտ Ացեղջուրին հարվածել է ու կհարվածի, տարիներ դարեր շարունակ, միշտ։ Հիմա մենք պետք է առանձնանանք իրանից, բայց չի լինում, որ չգնալ, չշփվել, չաշխատել, դա անպայման պետք է, դա դիվանագիտություն է, բոլոր պետությունները, բոլոր երկրները, բոլոր մարդկանց հետ էլ պետք է շփվեն, այդպես է կյանքը։ Կանցնի մի 20 տարի նոր Ռուսաստանը կսկսի կամաց, ընդեղ էլ ահագին կեղտեր կան, այդ կեղտերը կմաքրվի, նորից կդառնա հզոր երկիր, դրա համար էլ հարկավոր չի, մենք ընդհանրապես ռուսների հետ կապը կտրենք, ուղղակի իրար թևի լծի տակից պետք է դուրս գանք։ Դրա համար էլ մեզ ինչ է պետք, ինքնուրույնություն, միախմբվել, միասին ամեն ինչը մի բռունցք լինենք ու մենք ոտքի կանգնենք։ Իրար էլ ամեն ինչը տենց վարքապեկող թուրք ու չգիտեմ ինչեր չասենք։ Բոլորս էլ նույնն ենք, բոլորս մի գլուխ ունենք մեր ուսերին, ոչ մեկին չլսենք, կա հիմա 26 թվականը էտա պահանջելու, մտածիր միայն քո մասին, որ դու խաղաղ ճիշտ առողջ ապրես, ու մի լսի ոչ մեկին, մի լսի, հենց արագ տեմպը մտածելու, դա է տալիս։ Այդ որ իմպերիան քանդվեց Ամերիկաներ, որ Ռուսաստանը քանդվեց Գորբաչովի ժամանակ, այդ ամբողջ հենց այդ ուժերն են Ամերիկայի, որ քանդեցին ամբողջ Ռուսաստանը, շատ ափսոս էր, ամբողջ աշխարհը վախենում էր Ռուսաստանից, Ամերիկան ինքն էլ էր վախենում, բայց տեսեք ինչ արեցին Ռուսաստանի այդ պուչիստների ժամանակ, ու այդ ուժերը, այդ կեղտոտ, որ այնտեղ կան, հիմա Հայաստանի վրա են անում, որ նույն վիճակը գցեն, չի լինելու տենց բան, մի քանի
Ռուսաստանից նաև հայր ասում են, որ մենք պետք է Ուկրաինայի օրը մեզ գցեն, դա չի լինելու տենց բան։ Ու որպեսի դա չլինի, որպեսի ոչ մի ուժ հայրին չկործանի, որտեղ դրանց մտքին էդ է, հայազգին, կոնկրետ հայազգին, մենք պետք է միասնական լինենք, էդ է մենք միակ հաղթանակը, միակ ուժը, միասնական, ոչ մեկին չլսենք, եթե հարևանը վատ բան է խոսում մյուս հարևանի մասին ու քեզ չար բաներ է ասում ու կաշառում է քեզ, դու այդ հարևանի հետ մի շփվի։ Այդ հարևանն ասելով ես ուրիշ պետությունների նկատի չունեմ, իրական քո հայ հարևանի մասին է խոսքը, որտեղ այնքան քիչ ենք մնացել, այնքան փոքր է, այս մի փոքր երկրում մենք ոչ չենք կարողանում իրար սիրել, իրար հետ մեջք լինել։ Մենք էքստրեմալ պայմանների ժողովուրդ ենք համարվում։ Տեսեք երկրաշարժը որ եղավ ու առաջին պատերազմը որ եղավ Ղարաբաղ, ինչքան էր ժողովուրդը միասնական։ Ինքը չէր ուտում տալիս էր նրանին, զինվորին էր ուղարկում, վերջին էր հանում տալի, երկրաշարժի ժամանակ ինչքան ու դրա համար մենք ոտքի կանգնեցինք, բայց հետո ու մոռացանք ամեն ինչ։ Մեկը մի լավ բան ասում էր, ասում, ես ինչ լավ բաներ ասում Հայաստանի մասին, ես ինչ լավ բան ասեց հայի մասին։ Ես մի կողմից էլ մեր ժողովրդի միամիտ եմ համարում, մենք բոլորին հավատում ենք։ Ով ինչ մի հատ լավ բան հայի մասի մի հատ մի բան արեց, հավատում ենք, ծափ ենք տալու։ Հարկավոր չի ոչ մեկին հավատալ։ Ոչ մեկ ցույց տու, որ հավատում ես, բայց դու քոնը արա։ Եթե Ամերիկան հզոր երկիր Ռուսաստանը քայքայից կործանեց, մենք ինչ ենք, որ մեզ չանեն այդպես բան։ Իսկ եթե մենք միասնական լինենք, հազարատ այնտեղ Թրամփը լինի, թե չգիտեմ ով լինի, թե Ալիևը լինի, թե Էրդողանը լինի, ոչ մի բաներ իրանք մեզ չեն կարողանալ։ Դրա համար խփում են մեր մեջքին մեզ կոտրելու համար անգրագետների, տգետների միջոցով։ Սրանք էլ հավատում են ամեն ինֆորմացիայի։ Դրա համար եմ ես ամեն անգամ վիճում ասում՝ մի չարախոսեք, մի վատ բաներ ասեք, մի լսեք այդ մի կարդացեք այդ ինտերնետի ֆեյսբուքյան հիմարությունները, լրագրողները շատ են ամեն ինչ փչացնում ու անդաստ իրական կիրթ լրագրողներ շատ կան։ Այն մի լավ իրական լրագրող, որ իրոք մասնագետ լրագրող են, ուր են այդ մարդիկ, ես չեմ հասկանում։ Ուր են այդ իսկական գրագետ մեր լրագրողը, որ ամեն մի քանի չգիտեմ ինչ բառեր ասեմ ես դրանց Կալի մտնում են մարդու բերանը միկրոֆոնով գոռում ու ղժում, երիտասարդ աղջիկներ են գնում մտնում են տղամարդկանց մեջ, հաճելի է որ ձեզ սենց քաշ քշում եք, կայֆ եք բռնում, զզվել եք դառել դուր, ու հիմար բաներ եք դուրս տալիս, շատ հիմար բաներ, հիմա հաջորդ տարի, այ կտեսնեք, քանի որ նաև լրատվական այնտեղ Նեպտուններ, ինչքան հիշում եմ, արդեն որ նյարդայնացա, երկօրյակ մտնում, հենց լրատվականներին հարվածներ ա տալու, այն լրատվությանը, այն լրագրողներին, ովքեր այտենց իրանց սենց հիմարավարի են պայել ես քանի տարին։ Փողի համար, գրոշների համար կարան իրենց անվայել գումարները վերցրել են, կեղտոտ գումարներ են դրանք, չգիտեն թե վաղ ինչ է, իրանք տեղ չեն լինելու, այդ մարդիկ աշխատանքից դուրս կգան, որտեղ շատ բան է վերանալու, իրանք կմնանան գործ, հետո ինչ-որ մի տեղ ընդունվելուց, այն հինար կկասի, դու ես աղջիկը չէր, կամ ես տղան չէ, որ սենց բաներ էիր խոսում, աշխատանքի չեն ընդունի, այ կտեսնեք, ես այնքան վստահ եմ դրա վրա, դա հեռու չի, 26 թվական, ու կշարունակվի դեռ, դա ինչքան հիշում եմ հունիսից հետո կլինի, որքան հիշում եմ, այնտեղ Նեպտունը կփոխվի, արդեն հենց մտավ երկվորյակ, Նեպտուն էր թե ուռան էր, լավ չեմ հիշում։ Հիշողությունից կորցել եմ, բայց որ փոփոխություններ լրատվականներում լինելու դա միանշանակ է։ Այդտենց որ վերստենք երկրին ինչ որ տեզերական ուժեր Հայաստանին պահումը բոլոր ժողովուրդ Աստծո համար ամբողջ ժողովուրդը մեկ է, ինչ կապ ունի ինչ ազգ ես, Աստված մեկ է։ Մեկը, ինչ կրոնի ուզում ես սեղի, բոլորին էլ պահում է, սերա տև է, սիրելով ստեղծել է ես աշխար, այդ Աստծո ստեղծած ես գեղեցիկ աշխարհն էլ մարդը ինքը ավիրում է, իրա տունը, տիրոջ ստեղծած տունը մարդը ավիրում է, ապականում է, ու անդադ Աստված կանի, ես ոչինչ չանեմ, ձեռքերս ծալեմ, նստեմ ամեն ինչ գցեմ Աստծո վրա, Աստված կանի, ինչ կանի, Աստված ամեն ինչ էլ արել էր, ոչ մի բաներ չի անում,
գլուխ տվել, որ դու պետք է մտածես, ձեռքեր ոտքեր տվել են, որ դու պետք է աշխատես։ Մեր ժողովուրդը չի ուզում մտածել։ Ես նայում եմ անդադես մարդկանց դեմքին, ասեմ, մեր այդ գրագի այդ խորը մտածող խելացի մարդիկ ուր են։ Մեր ինտելիգենցիան ուր է։ Ինտելիգենցիան չի խոսում։ Չի խոսում ինտելիգենցիան։ Փողոցում մնաց մարդկանցից են ինտերվյու վերցնում ու ընդլարտվականա ես տեսնում եմ ովքեր են վերցնում, որ ինչքան վատ բան կա, այդ բաներն են տարածում, մարդիկ էլ չհասկանալով ընդունում են, որ դա ճիշտ է։ Ու բոլորը համատարած ասում են մածունը սև է, ով ասեց, որովհետև ասեց։ Մածունը սև է, չես կարող ապացուցես, որ սև չի, որովհետև ասել են։ Ես վատ բան չեմ տեսնում Հայաստանի, ես ամեն առաջին ուզում եմ, որ ընտանիքներն ամրանան, այդ ընտանիքում սեր լինի, որ այդ ընտանիքում առողջ երեխա աճի, որ այդ սերունդը այն 18 տարեկանները, որ գնացել են, նրանք հենց այնպես չի 18-19 տարեկան, որտեղ իրանք իմ համար եղել են կան, լինելու են միշտ։ Ու հենց իրենք են մեր հայոց աշխարհը պահում, այդ որ ուժեր եք ասում, հենց այդ է։ Հենց այդ երեխեքի ուժն է 20 թվական, որտեղ 20 թվականից աշխարհը փոխվելով գնում է։ 12 տարի տևող շատ մեծ ծրագիր է գնում։ Մենք ստացանք ամենամեծ հարվածը ամեն կողմից։ Հենց այն սերունդի հարվածը։ Հիմա պետք է մարդիկ իրանց այնքան ճիշտ պահեն, ճիշտ ապրեն, ճիշտ մտածեն, որ հետո այդ 18 տարի հետո այդ սերունդը չսկսվի վատի։ Ու հիմա այնքան չարություն կա մարդու մեջ, ով է այդ չարությունը դրել։ Ղեկավարություն, ինքը մարդը, ինքը այդպեսին կա, ու հիմա դա դուրս է եկել։ Որդի զավակ կորցրած ծնողին, որ այդ ընտանիքում երեխա է ծնվում, հղիություն է լինում, այն մարդիկ չարացած խոսում են, ինչ էլ հավես ունե հղիանա երեխա բերի, այս չարություն չի։ Այդ ընտանիքի ժառանգությունը ինքը պետք է աճի սերունդ է սա։ Ես ինքս կորուստ եմ ունեցել, ահա որ կորուստ, ուրախանում են, որ ես կորուստ, տեսար Իրանը տենց եղավ, լավ եղավ։ Ով է այդ լեզուն դրա իրապի, ինքը ավելի թո երակի քարակի այդ մռմռը ստանա, որ նման բան է ասում, վիճ ստացած ծնողին։ Թող մնա հենց այդ մարդը անտուն, այսպես հիմա ես ասում եմ, ով որ այդ վիճ տեսած մարդուն կարա չարը կամենա, թող ինքը մնա անտուն, քավարցի լավ խոսք ունի ասել, եթիմ, ու մռմուր տեսնի իր ընտանիքում, ով որ զավակ է կորցրել, ով որ տուն է կորցրել։ Ու դա կարան ասեն եթերով, շատ պարզ, անիծեն, գոհ լինեն, որտեղ էսի Նիկոլական է, էնի Նիկոլական, էսի դրա համար թող իրանց վատ բան լինի։ Թող ձեզ վատ բան լինի, ով որ շերտավորում է մեր ազգին, ով որ հայ ազգին շերտավորում է, իրանց լեզուն պապանցվելու է։ Սպասեք փետրվար ամիս ու դուք հերթով կտեսնեք, հերթով, ուղղակի ցավն են է, որ երեխեքից է հարվածը գալի, 3 տարեկանից սկսած, այս դրա համար եմ շատ վատ լինում, ինչ որ տեղել էլ վատ էլ չեմ մլնում, հիմա ասեք չարացած եմ խոսում, միգուցե, առաջ ես շատ զգուշ եմ խոսում, սենց բաներ չէի ասի, հիմա եմ իրականություն ասում, որտեղ իսկական աստղաբանության մեջ կառասկոպները, որ կարդում ես կենդանակերպերի, թեկուզ խոյի համար, բացասական կողմերը, մոգական, կախարդական, այնքան վատ բաներ կա գրած, որ ինչպիսին է խոյ։ Ես ինքս խոյ եմ, բայց դա ասում եմ։ Ուզում եք ծկանն ասեմ, ուզում եք կառույցին ասեմ, բոլոր կենդանակերպերի ահավոր վատ բաները բացասական կա, բայց դա չեն գրում։ Ու ես ինքս էլ չեմ ասում։ Որովհետև եթե գրվի ասվի, այդ կառասկոպ ոչ ոք չի կարդա, ոչ ոք չի ընդունի, այդ աստղաբաններն էլ կմնան անփող, այն տպողներն էլ անփող կմնան, ու սկսում են ժողովրդին խաբել։ Իրանք ուղղակի ղեկավարության մասին են վատ բաներ ասում, ես չգիտեմ ինչ են դրանից շահում։ Միակ մարդն է, որ ես չեմ ասում, ու գիտակցելով չեմ ասում։ Ում հետ ուզում եք ինձ կապեք, ինչ ուզում եք արեք, որտեղ ես հոգնել եմ։ Ահա որ հոգնել եմ, որ անդադ նույն բանը ես կրկնեմ։ Ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ինչ կխոսակ, ինչ կասեք։ Ով որ խոսում է, ինք այդ որ այդքան սրաներան թուրք եք ասում, դուք եք թուրք։ Եթե այդքան վատն են թուրքերը, թող բոլոր հայեր ընդեղից, որ Թուրքիայում են գտնվում, հավաքեն վեշմեշոք հետ կան։ Ինչ են մնացել ընդեղ։
Այնտեղ իրանք ավելի հայրենասեր են։ Ես շատ գիտեմ այնտեղ ապրող հայ ժողովրդի, որ շատ հայրենասեր են։ Ու ինչքան են օգնում, ինչեր են, մի հատ բերանից վատ բան չի խոսում Ռուսաստանի ապրած հայերին։ Ես շատ եմ շփվում մարդկանց հետ, աշխարհի որտեղ հայ կա շփվելը։ Որտեղ աշխարհում հայ կա, ես շփվում եմ ու խոսում եմ, բոլորի կարծիքները, տեսակետները գիտեմ, որտեղ ինչ ձև են խոսում։ Ու հերիքա փակեք ձեր բերանները, մի չարացեք, որ ձեր երեխաների քթիչ չկա։ Եթե մարդը օծ է, իր ճուտն էլ օծ լնելու։ Իր ճուտը եղնիկ չի ծնվի։ Այդ լավ իմացեք։ Ու որ Հիտլերը երեխեքին վերացնում էր ինչ-որ ազգի, միգուցե ճիշտ էր անում։ Աստվածաշնչում էլ կար, մի մոռացեք, որ մինչև 3 տարեկան երեխեքին ոնց են բռնում ու մորթում։ Ինչի համար։ Ինքներդ կարդացեք, իմացեք, հավատացյալներ։ Բայց ոչ թե այսքան ուղեղով մտածեք, մի քիչ խորը մտածեք, ես այնքան եմ կրկնել, գնացեք սոր, ես շատ կուզենամ, որ երկրի, հենց մեր երկրի ղեկավարը, հենց պարոն Փաշինյանը, ոչ թե միան Աստվածաշունչը թևի տակ բայ, որ ես գիտեմ, որ ուղն ու ծուծով հավատքով մարդ է ինքը։ Մի քիչ ակուլտիզմ ուսումնասիրենք։ Ակուլտիզմ ուսումնասիրի, որ իմանա ինչից հետո ինչ է գալու Հայաստանում, ինչ անի, ոնց վարվի, դա ավելի ճիշտ կլինի։ Ես միտեղ զրուցեցի այդ հավատքի մասին, որ Փաշինյանին են համեմատում, որ ասում են այնտեղ մի քանի հոգի կանգնած խոսում են, ես լսում եմ ուշադիր, որ այն մի ղեկավարն էլ Աստվածաշունչ կարդացել, այն մեկն էլ Աստվածաշունչ կարդում Գյումրեցին, ինչ էր Վարդան Ղուկասյանը, նա էլ հավատքով մարդ է, եկեղեցի սարքի հրաշալի եկեղեցի, շատ հավանում եմ, էներգետիկաներ շատ լավն եղել եմ Գյումրիում։ Նրանք էլ են հավատքով մարդիկ են, բայց այս ինչեր արեցին, ու ոնց եք բերում համեմատում Փաշինյանն էլ հավատ, Աստվածաշունչ կարդում, նայել։ Այնքան մարդ Աստվածաշունչ կարդում, այդ տմակով ոչխարներ որ կան, հա ինչ անենք։ Այնքան մարդ է կարդում, բայց այնքան մարդ է խաբում, դրա համար ամեն մարդ աղոթքը տեղ չի հասնի։ Ամեն մարդ աղոթքը տեղ չի հասնի ու մարդը պետք է ամբողջ սրտով հոգով հավատա ու պետք է բարի լինի հոգու մեջ բարի։ Այդ ժամանակ աղոթքը նոր տեղ կհասնի։ Բայց հələ տեսեք այդ մարդիկ ովքեր այդքան շատ էին գոռում Աստծուց, նրանց վիճակը ավելի վատ է նրանց վիճակը հերթով կգնա այդ վատ վիճակը։ Շատ ագրեսիվ եմ խոսում։ Ես չգիտեմ ներողություն խնդրեմ, այս մի եթերը իմ անկեղծության եթերն է։ Ես հիմա ինչպես կամ, իմ տղայից հետո ինչպես կամ, այդպես կամ։ Ու այդպես էլ կշարունակվի։ Անկեղծ եմ խոսում, իսկ անկեղծությունը ագրեսիա է տալիս։ Սա ոչ թե չարացած եմ խոսում, այլ վիրավորված եմ խոսում։ Ես շատ եմ սիրում մեր երկիրը, ես այնքան հնարավորություն ունեմ երկրից գնալու ու շատ լավ պայմաններում ապրելու, բայց ես Երևանը շատ եմ սիրում, որտեղ ես տեսնում եմ մեր ժողովուրդը այնքան լավ կան, այնքան շատ լավ մարդիկ կան մեր երկրում։ Եվ գյուղերում լավ մարդիկ կան, եւ քաղաքում, տարբեր շրջաններում ես շփվում եմ մարդկանց, տեսնում եմ, աչքերը նայում ես, իրանք բարի են, ուզում են մի բան ամեն օգնեն մարդուն, բայց տխուր է բոլորի աչքերը։ Ու բարի մարդիկ ոչ անիծում են, ոչ չարանում են։ Ես որ ափսոսը տենց չի եթերը, ես կարդամ ինչ նամակներ են ինձ գրում մայրերը, տղամարդիկ ինձ գրում նամակ լաց է լինում իր ընտանիքի համար, որ ինք իր կնոջը ոնց է սիրում, երեխեքին ընտանիքը ոնց է սիրում, բայց իրակինը կարա իրան շատ վատ պահի, անիծի, չարանա իր եղբոր կնոջ հանդեպ, տղամարդն ինքն է ինձ գրում։ Ես չգիտեմ ինչ ասեմ։ Ես չգիտեմ, հետո այդ տղամարդը հայոյում է իր կնոջը, հետո էլ կինն է գրում առանց, ինքը ինձ հայեց, որտեղ իր լեզուն իրան չի պահում։ Խոնար չեն մեր մարդիկ։ Այն ժամանակ մարդու աղոթքը տեղ կհասնի, երբ մարդը լինի խոնար։
Խոնարհը դուք մի մտածեք գլուխը կախի, դա լռությունն է, լռի, մտածի ու քեզ պարկեշտ պահի, լսի։ Խոնարհություն դու պետք է լսես, դու չես լսում։ Լսել չունի, հիմա ոչ մեկ իրար չի լսում, որտեղ բոլորը թակավոր են։ Ուզում են ամուսնանան, մամաները պապա երեխես չամուսնացավ, ոչ աղջիկն է ուզում ամուսնանա, ոչ տղան է ուզում ամուսնանա, հետո շատ շուտ բաժանվում են, իրանք իրար հարկավոր չեն, ոչ նրան է հարկավոր, ոչ նրան է հարկավոր, հարց ես տալ ինչի չես ամուսնանում, պայմաններից են օրինակ բերում, սուտ է, ինչ պայման, որ առաջ այդքան պայմաններ չեր եղել, ոնց էին մարդիկ ապրում, պատասխանատվությունից են փախնում, հենց պատասխանատվությունից փախնում են, աղջիկներն ուզում են երեխա ունենան, բաժանվեն, տղամարդը ավելի շատ ընտանիքը սիրում, չի ուզում իր ընտանիքը կորցնի, բայց այդ կնոջ հետ էլ չի կարող ապրի, ես որ այդքան միշտ դեմ եմ եղել ամուսնալուծություններին, հիմա շատ հանգիստ կարող եմ ասեմ բաժանվեն, որտեղ այդ ընտանիքում երեխեքը երբեք առողջ չեն մեծանա, ու նույն բանը շարունակվել է այդ երեխեքի հետ հետագա, նույն բանը, ինչ դարավ այս ազգին, էլի եմ ուզում ասեմ ձեզ, քիչ ենք, շատ քիչ ենք, և տարածքով է փոքր, դուք պատկերացիք այսենց մի հատ թաս է, այդ ժողովուրդը այդ թասի մեջ է, որ ամեն մարդ կարող է թասը այսենց գրկի, չկա ավել, միթե մենք այդ թասի մեջ չենք կարողանում իրար հետ լավ լինենք, հա, հարևան բարեկամ, ինչի նոր տարին մարդիկ իրար տուն էլ չեն գնում, որտեղ նոր տարին ուզում են ուրիշ տեղ անեն, տանը չանեն, հենց սխալ ստեղից էլ գալիս, առաջ տնե տուն են գնում, իրար տուն ենք շնավորում, հիմա չկա տենց բան, մարդիկ իրարից հեռանում են, մի շքամուտքում ասենք մի ինչքան բնակարան այնտեղ չգիտեմ, մարդիկ իրար չեն ճանաչում, իրանց մուտքում ով ապրում, հարևանը դրկից իրար չգիտեն ով է, կընկնի տանը, եթե մի հոգի մնա մի օր կընկնի կմեռի, ոչ ոք չիմանա, որ այդտեղ մեռավ, ով է այս մեղավոր, ով է այս վիճակը ստեղծել, մենք, ոչ մեկին մի մեղադրեք, մենք ինքներս, որտեղ մենք պետ ենք, այս վիճակը բացվել է։ Այս դրա համար եմ Աթաթա Փաշինյանին ասում, որ վարչապետն եկա, որպես հայ ժողովրդի դեմքը բացվի, ու բացվեց, որտեղ երկվորյա կա, ինֆորմացիա է, դեմքի բացում, խոսքն է կարևոր, խոսքի էներգիան է մարդու, ինչ տվել ես, նա հետ է գալիս, հիմա փոխվեք, եթե ամեն մարդ ուզում է լավ ապրի, խաղաղ հանգիստ ապրի ու ապահոված լինի, պետք է բարի լինի, սիրի կողքինին, սիրի, չես ուզում, եթե զգում ես կողքինը տհաս է, դեբիլ է, խարդախ է, մի շփվի։ Ես այն աստվածաշնչյան չեմ ուզում այն խոսքերն ասեմ, սիրի մերձավորիդ, ով էլ ուզում է մերձավորը տնի, չէ, պարտադի չի բոլորին սիրես, ուղղակի կյանքը սիրի։ Շնին կատվին մի սատկացրու, որտեղ Աստծո ստեղծած են, որտեղ շունը սիրո համար է, կատուն էներգիան է մաքրում քո վատ, ամեն ինչ ես բնության մեջ իմաստուն, ամեն ինչը։ Մարդը, որ սիրում է, բարիանում, աշխարհը գունավոր է աչքին, այդ սերը կորել է։ Հիմա մենք պետք է հետ բերենք։ Դրա համար էլ Աստված բոլորիս գլխին շատ մեծ փորձություն ա դրել, դրա համար ես երկնային աղետներ ամբողջ մեր մարդկանց մտածելակերպից է գալի, երկնային աղետն է դա։ Ես հիմա ինչ հարցեր եմ բարձրացնում ասում, ինչ հարցեր որից տվել են, գրում են, շատ են գրում են ձայնայիններ են ուղարկում, բայց զանգել չեմ պատասխանում ոչ մեկի զանգի, որովհետև չեմ պատասխանում, գիտեմ, որ ինձ չպետք է զանգեն, գրելով կամ ձայնայինով, հարց են տվել Փաշինյանի համար, կյանքի վտանգ սպառնում է, թե ոչ, շատ է սպառնել վտանգներ Փաշինյանը, շատ, ես տեղյակ եմ և գառասկոպություն տվել անդե վատ տեղերը իրա, որ կարող է տենց վատ բաներ լիներ, բայց մինչև անգամ ես որքան հիշում եմ, ինքը 12 տարեկան էր, որքան գիտեմ, կարող է սխալ ասեմ, 12 տարեկան եղել, որ իր մայրը մահացավ, այդ ժամանակվանից, որտեղ 12 տարեկանը բոլորի մոտ անցումնային տարիք է համարվում, հոգևորը մածերալից անջատմանա,
չգիտեմ, կարող ծառի ծնկներ, քարի ծնկներ, ինչ որ մի բան մտել կամ վատելներ, չգիտեմ, այն ժամանակվանից վատը սպասվում էր։ Կարամ ասեմ փորձանքները։ Հետո պապայի հայրը, որ մահացավ, էլի նորից նույնը, ես էլի կարասկոպե ցույցել տվել, որ լավ շրջան չի իր համար։ Դա ինչքան էր 2-3 տարի էր, չեմ հիշում, հայրը երբ մահացավ դեկտեմբեր ամիսն էր։ Հետո ես լսեցի, որ ինչ որ մահափորձի նման մի բան եղել է։ Տենց բաներ լինում է։ Ուղղակի չեմ բարձրացնում, բայց կարող է լինի, չգիտեմ, բայց չի լինի ոչ մի վատ բան, որովհետև ինքը իրոք հավատացյալ է։ Իրոք հավատացյալ է։ Ու մի բան էլ, որ ես էլ եմ կրկնում, ես կոպիտ բառով եմ ասում, ես թքած ունեմ նրանց վրա, ով որ հիմա ինձ պետք է էլի նորից էլի վատ բաներ ասի, ինչ ես վարչապետը ունեմ տալիս, իրոք թքած ունեմ։ Ով որ կասի, որտեվ ես մտածում եմ իմ երկրի մասին, որտեղ ես եմ ապրում։ Ու ես շատ լավ գիտեմ, որտեղ ինչ խոսամ եւ ինչ ասեմ, ինձ ոչ ոք թող ոչինչ, ոչ սովորացնի, ձեր դուրռակ խելքեն էլ ձեզ պահեք։ Ձեր դուրռակությամբ ձեզ պահեք։ Ում պատահի դավաճան եք ասում, իսկ դուք ինչ եք, այդ ձեզ խոսացողներ ինչ եք արել դուք Հայաստանում են, որ կարաք միայն խոսեք, հա։ Միայն կուղեղի կես մասով եք մտածում։ Բոլոր մարդիկ, մենք մարդկությունս, ամենքս մի ծրագրով ենք գալիս աշխարհ, բոլորս միսիա ունենք։ Միջև անգամ են չքավոր մարդը, ինքն էլ միսիա ունի։ Եթե մարդուն տրված ապրել չքավոր, ինքը ապրում է չքավոր։ Եթե պետք է, որ ինքը դառնա հարուստ մի թագավոր, ինքը դառնում է այդպես։ Հետո այս լավություն անելու մասին էլ ուզում եմ մի բան ասեմ, որտեղ դա էլ կարևոր է, դա էլ մեզ է վերաբերվում։ Մի մարդ, ասենք, եթե վատ վիճակի ապրող մարդ է, դու իրեն օգնում ես, որ նա ոտքի կանգնի։ Ու ինքը այդ գումարը կարա վերցնի, այդ գումարի վրա գումար դնի, աշխատի, ինքը կամաց ոտքի կանգնի ու դառնա ինչ որ կարողության բանի տեր։ Ապրի այդ մարդը, ու ինքն էլ արդեն շնորհակալ ելնում է, տեզերքը դա արդեն գրանցել է, ամեն ինչ լավ իր ընթացքով գնում է։ Բայց կան մարդիկ, որոնց որ դու օգնում ես, հարազատ բարեկամի մոտ է շատ լինում այդպես, ընկերոջ մոտ էլ օգնում ես, տալիս ես իրան ինչ որ մի բան, ինքը կարա վատնի, իր հավեսին ծախսի, չավելացնի վրան։ Հետո էլ էս տալի, կամաց ինքը արդեն դա իր համար քիչ է քո այդ 10 ռուբլին, սենց սիմվոլիկ ասեմ։ Ինքը կասի 20 էլ տուր, 30 էլ տուր, ու կսկսի ավելի շատ ուզել։ Այդ մարդուն պետք չի լավություն անել։ Այսինքն ամեն մարդու ձեռք չեն մեկնի։ Այն մարդուն են ձեռք մեկնում, երբ որ քո տվածի վրա ինքը կարա ավելացնի։ Ինքը կարա էլի աշխատի։ Հետո որ չես տալի, դու համար դառնում ես վատը, ինքը արդեն չարի մեկն է ու սկսում է քեզ նախանձել, անիծել ու կեղտոտ բաներ ասել ու տարածել, որ դու լավը չես։ Այդտենց մարդու հեղինակության անուն է խաղում են։ Այդտենց հիմա մեր ժողովրդի մեջ այդպեսի բաներ կա։ Քանի որ ժողովրդի մեջ հիմա չարություն է, իսկ դա նախանձն է, խանդն է, այնքան արմատացել, խորացել, որ կուրորեն գնում է, ինքը ոչինչ չի նկատում։ Չի ուզում նկատի, որ Հայաստանում ինչքան լավ բաներ է կատարվում։ Ես նկատում եմ, այս իմ վշտի հետ ես տեսնում եմ Հայաստանում ինչքան լավ բաներ է կատարվում։ Շինարարության, փողոցների մաքրան չեն հասցնում դանդաղակ, որտեղ ահավոր է կեղտոտված, այն թասի մեջը ամբողջ կեղտ է։ Հերթով մաքրելով այս կեղտը գնում են ով ինչքանում կարողանում է, բայց այնտեղ մաքրում են, այնտեղ կողքեն տկետ թափում է, թքում է, ջարդում է, ավիրում է։ Սա գալիս է ծնողներից, որ իրանք ճիշտ չեն դաստիարակում նաև իրանց երեխաներին։ Եկող տարի երեխաների տարի է, տեսնենք հələ ծնողները ինչպես կվարվեն երեխեքի հետ ու նույն ձև էլ մանկավարժները։ Այ հիշեցի մանկավարժ մի բան ուզում եմ առիթ, որտեղ ես վերջին նամակս ինձ այդ էին գրել ուսանող բժշկականի ուսանող, ինչքան տարեկան տղա է դա, որ դասախոսը կարա շատ փիս դիտողություն ան այդ տղային, շատ փիս այդ տարիքին ու գոռա վրան անդաստիրակ համարի։ Ինչ իրավունքով, այդ դասախոսը մանկավարժ է, չէ։
Ինքը չի հասկանում, որ այդ հասունացման տաքարյուն տարիք է։ Ոնց կարելի է այդ տարիքի այդ տղաներին, աղջիկներին վիրավորել, անպատվել, հետները վատ վարվել։ Մենք էլ սարեցի ժողովուրդ ենք։ Այդ տաքարյունություն վիճակից պատասխան կտա, մի բան կանի։ Մանկավարժ չեն։ Մանկա ինչքան էլ դու ասես, ես գերազանց ավարտած եմ, մանկավարժ պետք է լինես, որտեղ դու երեխեքի ուսանողների հետ ես շփվում, դասատուները չեն հասկանում, որ տարիքային բաներ կա, աղջիկների հասունացում կա, տղաների հասունացում կա, սեռական ու սեքսուալ հասունացում տարիքներ կան, միթե իրանք ինստիտուտում այդ բաները չեն սովորը, լավ չեն սովորը, բայց ուղեղ կա, չէ, դու էլ երեխեք ունես, այ մանկավարժ, այ դասատու, այ դասախոս, ոնց կարելի է այդ տարիքին երեխեքին մինչև 21 տարեկանին դու վիրավորես իր հասակակիցների մոտ անպատիվ բաներ ասեց, ոնց կարելի է, դրա համար հիմա պատասխանն է տալի բոլորին չեն լսում։ Այս դրա վրա պետք է մտածեք դու, ոչ թե ուրիշ բաներ խոսակ, չէ որ սերունդ է դա։ Շատ հարցեր կան մտածելու, շատ հարցեր կան մտածելու, Հայաստանի մասին ենք խոսում, լավ լինի, այնքան դաստիարակչական բաներ կա Հայաստանում անելու, որ մենք չենք անում, դաստիարակություն չկա, գիրք չենք կարդում։ TikTok-ները մտել են հիմար էժանագին բաներ են նայում ու խոսում անում, անդադ իրանց ռեկլամ են անում, ընչես դու քո փռշտալը գցում TikTok։ Այ աղջիկ տղա, տղաները այդքան աղջիկները փռշտում են նկարում, հազում են նկարում, գնում եք զուգարան հետ էլ նկարեք, ինչ անում եք դուք ձեզ նկարում եք, ումա դա հաճելի, այդ ինչ եք ուզում անեք դրանով, ու ովքեր են դրանց նայում ձայներ տալի, այն նոր հասունացման, նոր ձևից դուրս եկածները, 12-13 տարեկանից մինչև ինչքան, երևի 21, այդ է, այ դրանք են այդ անգրագիտությանը անդադ ձայն տալի, ձայներ հավաքում ու գիտեն թե հասարակությունն իրան ընդունեց։ Խելքներդ գլուխներդ հավաքեք, մի քիչ ճիշտ ապրեք, իր գրականություն կարդացեք, մի քիչ բարիացեք, գրագիտացեք, որպեսզի եւ ձեր ընտանիքում եւ սերունդը ճիշտ աճի ու Հայաստանի վիճակն էլ կարգավորվի, որովհետեւ իմ տարիքի մարդիկ այս աշխարհից գնում են, դուք եք գալի առաջ ձեր երեխեքով։ Ու աշխատեք ձեր աղջիկ երեխաներին չպախարակեք դիտողություններ, քիչ արեք առաջիներթին մամաներ, պապաներ, դուք փոխվեք, հետո նոր ձեր երեխեքին փոխեք, որտեղ երեխաներին չեն դաստիարակում, երեխեքը դաստիարակվում են ձեզ տեսնելով։ Ու միշտ հիշի, օծից ճուտ է ծնվում։ Այո, օծից ճուտ է ծնվում, այլ ոչ թե եղնիկ կամ աղուղնիկ։ Այնպես որ ձեր այդ օծությունը ձեզ պահեք։ Հաջողություն բոլորիդ ու արև առնի մեր երկրին, որտեղ ես դրանց սպասում եմ։